ներկայացնեք։ Իմ անունը Քրիստինա է, ես առաջին հենց քանդված ավտոտնակի համասեփականատեր եմ քրոջս հետ, այսինքն իմ հոր կառուցածն էր դա 1990 թվականին այս բոլոր ավտոտնակները կառուցվել ու մեծամասամբ իրանք սեփականաշնորհված չեն, մեծամասամբ։ Ու ինչ որ մի պահ ստացվել է, որ պետությունը թույլ է տվել, որ սեփականաշնորհեն, բայց հիմա սեփականաշնորհվել է ընդամենը երևի ես չգիտեմ քանակով ինչքան։ Մարդիկ դիմել են մի ամիս առաջ, երկու ավտոտնակի տերերը դիմել են, որ սեփականաշնորհեն իրանց ավտոտնակները։ Քաղաքապետարանը, իբրև կադաստրից եւ այլն գալիս են, չափագրումներ են անում, չգիտեմ ինչեր են անում, ինչ ոնց։ Երեք ինչ որ որոշում են կայացնում, առանց որևէ ձևով իրազեկելու որևէ մեկին, ինչ որ տղաներ, որ առանց ներկայանալու, իբրև գալիս են ասում, հիմա ինձ էլ կգան կասեն, ես ինչ մարդն եմ, ես կիմանամ, որ ինքը այդ մարդն է։ Գալիս են ասում, վաղը գալու ենք 100 հոգով քանդենք այս ամբողջ այս գարաժները ձեր։ Ինչի հիման վրա որոշում։ Այսօր որոշումը չկա, վաղը առավոտը Տիգրան Ավինյանը կստորագրի, կբերենք որոշումը ձեզ կներկայացնենք։ Դուք իրազեկել եք որևէ մեկին։ Մենք պարտավոր չենք իրազեկելու։ Կայքում կա, գնայեք կտեսնեք։ Ինչ կայքի մասին է խոսքը, եթե որոշումը կայացվել է գրված է թղթի վրա, ինչ որ մի հատ թղթի կտոր, իբրև էլեկտրոնային, ես ինչով եմ վստահ, որ այդ տենց է։ Ինչով։ Ոչ պեչատկա, ոչ մի բան, ոչ մի ձևով, ասենք դու քաղաքացի գիտես, որ տենց բան կարող է հնարավոր էլ չի որ եղել է։ Գալիս են ինչ որ մարդիկ, մենք սկի ես աշխատանքի եմ, քուրիկս աշխատանքի, մայրս սկի տունը չի եղել։ Գալիս են ու կոտրում են, սպասում են իբրև մի քանի րոպե, բռնում են կոտրում են ավտոտնակի բանը, կողպեքը, մտնում են մեջից մեր ամբողջ իրերը տանում են իբրև թե նորմալ դրել են, մենա վիդեոյով նկարված կա, իբրևը որն է, այնտեղ թանգանոց բաներ են ստիպված հեծանիվները տարել են կնեղ ենք տեղավորել սամակատներով բանով, որ չվնասվի, այնտեղ չգան չտանեն։ Մնացածը թողել եմ դուրսը, տեղ չունենք դնելու, ես ուր պետք է դնեմ։ Տարիների ստեղծած իմ, ասում եմ, իմ պապայի կառուցածն էր դա 1990 թվականին, որ կառուցվել է եւ բոլոր այս ավտոտնակները։ Մի որոշ ժամանակ առաջ ասում էին, որ իբրև մենակ երկաթե ավտոտնակները պետք է քանդեն, մենք նույնիսկ իրանց համար էինք անհանգստանում։ Բայց երկաթինը թողնում են ու իրականում քանդում են քարե ավտոտնակները։ Ես ուղղակի չեմ հասկանում, ես չգիտեմ։ Առանց իրազեկելու, առանց որևէ երեք որոշումը դուրս է եկել, գրած է իրավունք ունեք բողոքարկելու, այսօր առավոտը գալիս են քանդում են։ Շատ ընտիր երկրում ենք ապրում, ես չգիտեմ ուղղակի էլի, վանդալիզմը մեղմ ասած է, ուղղակի տեսնել էր պետք դա, ես չգիտեմ, բառ չեմ գտնում ասելու։ Ես եկել եմ մտել եմ գարաժ, ինձ եկել են միլիցիաներներով 5 հոգով քաշում են, հանում են գարաժից, ասում ես մնում եմ իմ գարաժի մեջ, դուք ինչ իրավունք ունեք ինձ քաշում եք։ Թող մնամ ես այս բետոնի տակը։ Ասում եմ, չէ, մենք ձեր առողջության մասն ենք մտածում, այս ձևով են մտածում, շատ լավ են մտածում։ Կանգնել եմ աշխատողին, ասում եմ դուք ով եք, ասում եմ քաղաքապետարանի աշխատողն եմ, որ իրավասու է այս ամեն ինչ, ովքեր որ բան են, պատասխանատու են սրա համար։ Քաղաքապետարանի աշխատողն ասում եմ ձեր տանը, որ վաղը մյուս օրը դու այդ պաշտոնին չլինես, որ քո առաջ գա չոքի այս ամեն ինչը։ Ոնց եք դուք անելու, ձեր կողքով է կանգնած լինելու, դուք էլ տղամարդ եք անունով, բա փոխանակ ընդհակառակը ինչ որ ձևով աջակցեք։ Ես ձեզ ասում եմ մի քանի ժամ թողնեք, ես մի հատ տեսնեմ ինչ կարող եմ անեմ այս հարցով։ Դուք դրել եք անմիջապես քանդում եք, ինչի տենց բան են անում։ Ես ուղղակի չգիտեմ, խոսք չեմ գտնում ասելու։ Ասելու բան չկա, չգիտեմ։